Զորակոչի օր է, զինկոմիսարիատի դարպասների մոտ մարդաշատ է, բայց աղմուկ չկա։ Այստեղ այսօր հայացքներն են խոսում։ Լավ, պոզիտիվ, ուրախ տրամադրված գնում եմ Հայաստանի Հանրապետության համար ծառայելու, իմ ծնողներիս, իմ ընկերներիս, այն մարդկանց համար, ովքեր այս երկիրը շինացնում են։ Գնամ պարկը սանձնեմ, հետ գամ։ Տղաները հիմնականում քչախոս են, զինկոմիսարիատում նախ անցնում են բժշկական ստուգում։ Ովքեր ճանաչվել են պիտանի կամ սահմանափակումով պիտանի, այստեղ միանգամել վերջնական բուժզնություն են անցնում, նորից ուսումնասիրում ամբողջական իրենց և ֆիզիոլոգիական և բժշկական փաստաթղթերը։ Մարտական ոգին տեղն է, ասում են նրանք, ովքեր մի քանի ժամից կրելու են զինվորական համազգեստը։ Ծառայության վայրն ասում են էական չէ, կարևորը հայրենիքի սահմաններն անառիկ պահելն է։ Գնում եմ, որ հայրենիքս պահեմ, տանիքիս համար, ոնց որ մեր աղբերները մեր համար են պահել, որ մենք անհոգ մանկություն ունենք, մենք էլ մեր փոքր աղբերներ քրերի համար ենք գնում անենք, այդ ոնց որ փոխադարձ է էլի, մեզնից հետո է մեր աղբերներն են անելու։ Ոչ այնքան զինակոչիկներին, որքան նրանց ծնողներին ու հարազատներին է ոգևորել կրճատված 1.5 տարի ծառայության ժամկետը։ Ծնողի համար շատ լավ է, որ տարի ու կես է։ Թեկուզ 2 տարի է լիներ, բայց ամենակարևորը որ խաղաղ լինի։ Դե միևնույնն անհանգստությունը կա բոլոր դեպքերում, բայց ավելի ուրախ ենք գոնե որ 6 ամիս շուտ կվերջացնի կգա, կարևորը խաղաղություն լինի բոլոր երեխաների համար, երեխաները անփորձանք ծառայեն կան հասնեն իրանց ընտանիքներին, իրանց ծնողներին։ Տղաները ժամկետի կրճատումը դրական են համարում, բայց ասում են տարբերությունն այդքան մեծ չէ, կարևորը պատրաստականությունն է ու մարտական ոգին։ Իմ համար տարբերություն չկա։ Կլինի 2 տարի, թե տարի ու կես, պատրաստ եմ միշտ, մահատական հոգով ենք տրամադրված։ Բայց տարբերություն չկար, որ երկուսը լիներ մեկը ծառայելու ենք։ Գիտեք, որ 1.5 տարի եք ծառայելու, լավ է դա։ Դե լավ է, ինչ է։ Վերադառնալուց հետո ունեք պլաններ, ինչ պետք անեք, ինչ։ Դե ամուսնանամ առաջինը։ Ունեք սիրած աղջիկ։ Ավտոբուսները զինակոչիկներին հավաքակայան են տեղափոխելու։ Հենց այնտեղ էլ վիճակահանությամբ կորոշվի ծառայության վայրը։ Զինակոչիկներ, արագացրեք տղեկ, հաջողարեք մոտեցեք։ Անունները հայտարարելուց հետո զինակոչիկները հերթով ավտոբուս են բարձրանում։ Ինչ տրամադրությամբ են մեկնում, հարցնում ենք տղաներին, որոնց աչքերում հուզմունք է, բայց եւ վստահություն։ Ընտիր, հիանալի։ Ծառայությունը պետք է տղային։ Պետք է ամեն դեպքում։ Գնում ենք տղամարդ դառնալու, տղա գնում ենք տղամարդ հետ գանք։ Ոնց կարաս տխուր լինես։ Հետի չես կարա։ Չեղի պիտի տխուր լինենք։ Հետ մենք մեր հայրենիքը պաշտպանենք։